Տավուշի մարզում 2024-ի սահմանազատման և սահմանագծման գործընթացից հետո պետության օժանդակությամբ մեկնարկեցին Կիրանց գյուղի Բազիլիկ ոճի Սուրբ Երրորդություն եկեղեցու վերանորոգման աշխատանքները։ Սրբատեղին կիսով չափ հողի տակ էր, տանիքն ամբողջությամբ ավերված։ Շուրջ 2 տարի տևած վերականգնման աշխատանքներից հետո Բազիլիկ ոճի եկեղեցին այսօր կրկին իր դռները բացեց հավատացյալների առաջ։ Եկեղեցու օծման արարողությունը սկսվեց վաղ առավոտյան։ Բակում տեղադրված խաչքարի առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ ծաղիկներ խոնարհեց։ Եկեղեցու օծման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին բարձրաստիճան պաշտոնյաներ, հոգևորականներ, հյուրեր, տավուշցիներ։ Դեռևս 4-րդ դարից իշատակվող Տավուշի մարզի Կիրանց գյուղի Սուրբ Երրորդություն Բազիլիկ տիպի եկեղեցին կառուցվել է 1888 թվականին։ Հոգևորականների խոսքով խոնարհված եկեղեցում տարիներ շարունակ աղոթքներ չեն հնչել։ Նորանորոգ դառնալուց հետո կլրացվի այդ բացը, եւ եկեղեցին վերստին իր շուրջը կհամախմբի հավատացյալների եւ առավել աշխույժ կդարձնի Կիրանցի առօրյան։ Հոգևորականի ձեռան պոծվեցին եկեղեցու տարբեր անկյուններ, ապա ներկաները արդեն բակում մասնակցեցին վերանորոգված եկեղեցու վերխոյացած խաչի օծման արարողությանը։ Եկեղեցու օծման արարողությունից հետո տեղի ունեցավ հաջորդ միջոցառումը։ Սյունիքից հետո արդեն երկրորդ մարզում Տավուշում է տրվում էկոպարեկային ծառայության աշխատանքի մեկնարկը եւ գործընթացն ըստ վարչապետի լինելու է շարունակական։ Սա կարծում եմ նոր փուլ է Հայաստանում էկոմիջավայրի եւ բնապահպանական ընկալման տեսակետից եւ նաեւ ծնունդով իջևանցի լինելով եւ իմանալով լավ մեր անտառները հետևյալն եմ ուզում ասեմ, մեր դժվար ժամանակներում մեր անտառը մեզ պահել է բառից բուն իմաստով։ Հիմա եկել է ժամանակը, որպեսզի մենք պահենք մեր անտառը, որպեսզի մեր անտառը մեզ շարունակի պահել, բայց այս անգամ այլ իմաստով եւ տրամաբանությամբ։ Փաշինյանն ընդգծում է խնդիր կա այսօր ի վերջո մեր գիտակցությունն ու ընկալումը փոխելու, որ անտառը եւ բնությունը, որ մենք ունենք, անգնահատելի հարստություն են, այլ բան թե ինչպես ենք մենք գնահատում եւ օգտագործում այդ հարստությունը։ Այսօր մենք պետք է հասկանանք, որ անտառը, անտառի պահպանությունը, նրա վիճակը միլիոնավոր եւ միլիարդավոր դրամների եկամուտներ է բերելու Հայաստանի Հանրապետությանը եւ ժողովրդին, որովհետեւ բնությունը նախ ինքը շատ մեծ զբոսաշրջային հոսքեր է բերում արդեն Հայաստանի Հանրապետություն եւ Տավուշի մարզ։ Վարչապետը թվում է այս ուղղությամբ կառավարության ձեռնարկած աշխատանքները ավարտին են հասցվել ամբողջությամբ անտառապատ տարածքներով անցնող Գանձաքար Իծաքար ճանապարհի շինաշխատանքները։ Փաշինյանը բերում է Ենոք Հավանի օրինակը, որն այսօր դարձել է մեր երկրի տուրիստական ամենակարևոր ուղղություններից մեկը։ Եվ ինչի շնորհիվ։ Առաջին հերթին անտառի եւ բնության շնորհիվ։ Եվ այդ նույն բանը կարող է տեղի ունենալ մնացած բոլոր բնակավայրերում։ Մենք ճանապարհներ ենք կառուցում, ենթակառուցվածքներ ենք ստեղծում, բայց նաև կարևոր է, որ մենք իսկապես մեր անտառին, մեր պարտքը վերադարձնենք, որպեսզի նա մեզ ավելին վերադարձնի։ Մենք իրոք մեր անտառին պարտք ունենք, որովհետև այն ժամանակ, երբ որ խնդիր ունեինք եւ բնակարանների տաքացնելու եւ ընդհանրապես մարդիկ շատ մեծ թվով եկամուտներ վաստակելու ի վերջո անտառի շնորհիվ են մարդիկ ապրել։ Նիկոլ Փաշինյանը բերում է նաև Հաղարծինի օրինակը։ Եթե առաջ մարդիկ իրենց ամենագնացներով անտառից փայտ էին բերում, այսօր իրենց մեքենաները դարձրել են գունավոր ու գրավիչ եւ դրանցով զբոսաշրջիկների են բարձրացնում դեպի դիմացի լեռ կամ այլ անտառներ, ստանալով նախկինից ավելի եկամուտներ։ Իր հերթին
Այդ հոսքերի շնորհիվ աշխատում են կրպակները, խանութները, ճաշարանները, ռեստորանները եւ այլն եւ այսպես շարունակ ավտոսպասարկման կետերը եւ կարելի է անվերջ թվարկել։ Եվ հետևաբար վարչապետի խոսքով անտառի կապիտալը ոչ թե պետք է մսխել, այլ գործածել այնպես, որ այն ավելի ու ավելի շատ եկամուտներ բերի մարդկանց։ Մյուս կողմից բնությունն ու անտառը նշանակում է ավելի լավ որակ, ավելի լավ առողջություն, մաքուր օդ ու լավ տրամադրություն։ Այո, մենք պետք է մեր նպատակը իրագործենք միջև վերջ եւ ապօրինի անտառահատումներին պետք է վերջ տրվի։ Ապօրինի անտառահատումներին պետք է վերջ տրվի եւ էկոպարեկային ծառայության ստեղծումը ընդհանրապես իմաստ չի ունենա, եթե մենք այս խնդիրը հստակ չձևակերպենք եւ առավել եւս այս խնդիրը հստակ չկատարենք։ Շնորհավորելով էկոպարիկներին, ներկաներին, վարչապետը հույս հայտնեց, որ ծառայության բարեբեր արդյունքները կլինեն տեսանելի։ Փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Տիգրան Հովակիմյան, Հորիզոն։